Բարին հայերին։ Այսօր ուզում եմ էլի ձեր հետ կիսվեմ արդեն ապացուցված պարզ գործիքների հավաքածուից։ Սրանք հմտություններ են ու մինչև հիմա ձեզ պատմել եմ հազարավոր հաջողակ մարդկանց հետազոտություններից վերցած նմանությունները, շատը գրքերից էր, հաջողությանը հասնելու կետերն էին ու իշխանության օրենքները նույնպես գրքերից է, բայց այս կոնկրետ մեր հայերին ուրիշ ազգերի մեջ չսխալվելու, ուժեղանալու, բարձր դիրք ունենալու համար է։ Իսկ այսօր ուզում եմ արդեն գործիքներից խոսամ, ինչ հմտություններ կարամ ձեզ փոխանցեմ, որ էլ ավելի լավանա ձեր կյանքը։ Բայց մինչև այդ մի հատ երեք ուղակի մի պահ այդ բլոգերներից բանից ասի, ասածս այն էր, որ կոնկրետ բլոգերները ու հասարակության հետ շփվողների մեջ իրանք են, որ ունեն մեծ հնարավորություններ, մեծ լսարաններ ու սենց որ ման են գալի մեկի վրա մի բան ասենք գտնեն, տարածեն, լայքեր հավաքեն եւ այլն։ Խնդրանք ունեմ, որ կարային մտածեին, ասենք իրանց այս կարողությունները օգտագործեն ավելի լավ նպատակներին ուղղելու համար, ասենք էլի կենտրոնանակ ուղղակի մարդկանց հայերի լավ կողմերի ու արարքների վրա։ Ու էլի ձեր լայքերն ու սրտիկները կստանաք, որովհետև ում վրա էլ որ ման գանք, մի բան ասենք հաստատ կգտնենք, չկա 100% մարդ կամ չկա մարդ, որ ինչ-որ մինուսավոր արարքները արած չլինի իր կյանքում։ Դրա համար էլի կոչ եմ անում ձեզ համերաշխության, նույն ձև կենտրոնացեք ուղղակի մարդկանց լավ կողմերի արարքների վրա ու այդ վաղտ ավելի շատ կերևա, որ կենտրոնանում եք վատ արարքների ու վատ ասածների վրա, դրանք են շատանում։ Ասենք օրինակ բերեմ, ուղղակի դուք մտածում եք, որ օգուտ եք տալի, բայց պառակտել է ազգին այդ կոնկրետ հայերին ինչ-որ տենց պարծանք չի բերում, հլը ավելի շատ թշնամուն է ուրախացնում ու իրանց ուզածն է այդ։ Խոսքի ասենք ամենայն հարգանքով, բայց որ բլոգերներից մարդ կա, ասենք իր անունը դրել է թու կամ լավա կամ վատա եւ այլն, չէ, բայց շատ ժամանակ Աստծուց է խոսում։ Հիմա մեռնեմ սրտիդ, այդ թու, սև կատու, աղը թափավ, խաչարա, բան տենց բաները սկի կապ չունեն Աստծու հետ, հլը ընդհակառակը հակասում են։ Դրա համար ներող որ այդ օրինական այս կոնկրետ քո վրա բերի, մտքումս սենց դու եկար, բայց ուզում եմ ասեմ բոլորի վրա մի բան գտնել այդ շատ հեշտ է։ Ուղղակի խնդրում եմ կենտրոնացեք մեր հայերի լավ արարքների վրա ու այդ լուսաբանեք։ Վատը հայել կա, բայց որի վրա կենտրոնանաք, այդ էլ կշատանա։ Մի խոսքով, իսկ մեր թեմաները, որ ձեր հետ կիսվում եմ, ոնց ասի այդ հաջողությանը հասնելու կետերը, ձեր ամեն պարագայում պետքական բաները ու վերափոխում է ձեզ, նորմալ ավելի լավ, ես չեմ ասում դուք վատ կյանքով եք ապրում, բայց ավելի լավը կլավանա ձեր կյանքը։ Նույնն էլ իշխանության օրենքները ուրիշ ազգերի մեջ, որ կարողանաք օգտագործեք, չխաբեն եւ այլն։ Նորից կրկնվում եմ, իսկ ինչը վերաբերվում է մեր այն թեման, որը որ
հոգեկանին էր վերաբերվում։ Այդ աշխատումը հոլարխիայի սկզբունքով, այսինքն ես ձեզ պատմել եմ շրջակա միջավայրի, վարքագծի, մտածողության, հավատքի, արժեքների, անհատականության, առաքելության ու հոգևորականության մասին, ու ես ամբողջը ոնց որ մեր հոգեկանը լինի, մինչև անհատականություն։ Ու ինչ ստե օգուտ կա, որ ասենք շրջակա միջավայրում եթե խնդրեմ կա, ուրեմն որ մակարդակում կարանք նայենք, որ ես դրանք մանրամասն եմ հետո ընթացքում, ուղղակի հիմա հələ որ մի պատրաստած բոլոր թեմաները ուզում եմ ձեզ ներկայացնեմ։ Ես ուղղակի իշքան հնարավոր է շատ ինֆորմացիա եմ ուզում ձեզ տամ, որովհետև չգիտեմ մի շաբաթից ոնց կդասավորվի, դրա համար կաշխատեմ այսօր երկու անգամ, մի հատ երեկոյան ձեր հետ կապնվեմ, զրուցենք։ Ու ես ինչ-որ մանիպուլատոր չեմ, բայց իմանալը շատ ու շատ պետք է գալիս։ Դրա համար ուզում եմ դուք էլ իմանաք։ Լավ, այդ ինչ հմտությունների մասին եմ ուզում այսօր ձեր հետ կիսվեմ, որը որ մարդկության 90%-ը չգիտի դրա մասին։ Ասենք նկատել եք, որ կան մարդիկ, որոնք երբեք մերժում չեն ստանում։ Նրանք բարձրաձայնում են ու բոլորը համաձայն են նրանց հետ։ Նրանք խնդրում են ու անմիջապես ստանում են։ Որն է նրանց գաղտնիքը։ Խարիզմայի կախարդանքը։ Չէ, խոսքը դրա մասին չի։ Բոլոր հաջողակ մարդիկ տիրապետում են ազդեցության լեզվին ու գիտեն, թե ոնց կապեր հաստատեն մի րոպեվա ընթացքում, ոնց խոսան նենց, որ նրանց չկարողանան մերժել, ոնց ստանան ինչ անհրաժեշտ է մարդկանցից։ Ու այս տեսանյութում ես ձեզ կներկայացնեմ ամբողջ բազան։ Հենց այն կանոնները, որոնք ամեն ինչ փոխում են, առանց հոգեբանների կամ ինչ-որ 100 գրքերի։ Այս տեսանյութից հետո մենակ դուք կարաք ասեք ինչն է աշխատում, ինչը չէ, բայց բոլորն էլ աշխատում են։ Մինչև վերջ դիտեք, խնդրում եմ, ու եթե ձեզ դուր գա, ուրիշին լավություն արեք, ուրիշ հայի, թող լսեն։ Հիմա պատկերացրեք, որ ունեք ինչ-որ հեռակառավարման վահանակ, պուլտ, բայց ոչ թե հեռուստացույցի, այլ կյանքի համար։ Դուք սեղմում եք մի հատ կոճակ ու ձեր խոսակիցը սկսում է ձեզ արդեն վստահել։ Սեղմում եք ուրիշ կոճակ, հակամարտությունը վերածվում է ինչ-որ կառուցողական երկխոսության։ Երրորդ կոճակը դուք վստահություն եք զգում կարևոր հանդիպումից առաջ, ջղայնանալու փոխարեն։ Սնչում է ֆանտաստիկ, ճիշտ է, բայց այնուամենայնիվ տենց հեռակառավարման վահանակ կա, պուլտ։ Իսկապես գոյություն ունի ու կոչվում է նյարդալեզվաբանական ծրագրավորում։ Բայց թե ես կասեի վերածրագրավորվում, որովհետև մենք ոնց որ իծնե ծրագրավորված ենք արդեն։ Բայց լավ, սրա մասին ուրիշ անգամ։ Հիմա մոռացեք բարդ հոգեբանական տեսությունների ու ակադեմիական ինչ-որ քննարկումների մասին։ Սա պարզ ապացուցված գործիքների հավաքածու է առօրյա խնդիրները լուծելու համար։ Ու եթե ուզում եք, ասենք, որ ձեր երեխան հնազանդվի ձեզ առանց գորգռալու ու սպառնալիքների, կամ մի հատուկ տեխնիկա, կամ ինչ-որ դժվար գործընկերոց հետ բանակցելու համար, ու դրա համար կա էլի հստակ լուծում, կամ երազում եք հրապարակայինորեն խոսել առանց որևէ ամաչելու, ու այս ծրագրավորումը ձեզ ցույց կտա, թե ինչպես անել դա։ Այս հոգեբանների համար նախատեսված տեսական դասընթաց չի։ Սրանք գործնականում առօրյա կյանքի համար անհրաժեշտ հմտություններ են։ Հմտություններ, որ շփումը վերածում են ընտանիքում գիտակցված ազդեցության կամ վարպետության։ Ու դուք կսովորեք երեխաների հետ խոսել նրանց լեզվով, խաղաղ ճանապարհով լուծել մեր ջահել սերունդների միջև առկա հակամարտությունները ու ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ հարաբերություններում,
Վարպետացեք ակտիվ լսելու արվեստը։ Դուք կկարողանաք վեճերը վերածել անկեղծ զրույցների ու ամրապնդել հուզական մտերմությունը աշխատանքի վայրում։ Կստանա գործիքներ գործընկերների ու ղեկավարության վրա ազդելու համար։ Ավելի համոզիչ կդառնաք բանակցություններում կամ ներկայացումներում, հասարակության մեջ դուք կզարգացնեք խարիզմա ու հրապարակային ելույթ ունենալու հմտություններ։ Դուք կկարողանաք հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատել ու թողնել անմոռանալի տպավորություն։ Հետո ինքնազարգացման համար դուք կտիրապետեք ձեր սեփական հույզերը կառավարելու տեխնիկաներին, կազատվեք սահմանափակող համոզմունքներից ու կստեղծեք ձեր նպատակներին հասնելու մոտիվացնող ռազմավարություն։ 10 գլխից է բաղկացած, յուրաքանչյուր գլուխ կառուցված է պարզից դեպի բարձ սկզբունքով։ Նախ դուք կսովորեք, թե ինչու է տեխնիկան աշխատում։ Սա կօգնի ձեզ գիտակցաբար կիրառել այն։ Այնուհետև կունենա գործողությունների քայլ առ քայլ ալգորիթմ ու կուսումնասիրեք իրական կյանքի կիրառման օրինակները։ Մի փորձեք ամեն ինչը միանգամից տիրապետել։ Ավելի լավ կլինի, որ վերցնեք 1 կամ 2 տեխնիկա ու կիրառեք դրանք, մինչև դրանք ավտոմատ դառնան։ Երբ վստահություն զգաք, արդեն անցեք հաջորդներին։ Ծրագրավորում ես NLC-ն հմտությունը ու հմտությունները զարգանում են աստիճանաբար։ Ու չի պահանջում հատուկ տաղանդներ կամ տարիների մարզումներ։ Պահանջում է միայն լսելուց անմիջապես հետո գործելու պատրաստակամություն։ Ու 1 շաբաթվա ընթացքում դուք արդեն այլ կերպ կխոսեք ձեր սիրելիների հետ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես կփոխվի ձեր աշխատանքային հարաբերությունները։ Մի ամսից դուք կհասկանաք, որ դարձել եք ձեր սեփական կյանքի հեղինակը, այլ ոչ թե դրա պատանդը։ Այս կախարդանք չի, տեխնոլոգիա է ստեղծելու այն կյանքը, որը դու իսկապես ցանկանում ես ապրել։ Հիմա բարի գալուստ գիտակցված ազդեցության աշխարհ։ Լեզուն, որը ստեղծում է իրականություն։ Բառերը պարզապես օդում հնչյուններ կամ թղթի վրա խորհրդանիշներ չեն։ Դրանք բառացիորեն ձևավորվում են մեր աշխարհը, փոխում մարմնի ֆիզիոլոգիան ու վերականգնում ուղեղի նյարդային կապերը։ Օրինակ, երբ բժիշկը հիվանդին ասում է ամեն ինչ լավ է, այրյան ճնշումը իսկականից ընկնում է։ Կամ մայրը երբ գոռում է երեխայի վրա, որ դու պարտվող ես, դու վատն ես եւ այլն, նրա ինքնագնահատականը տարիներ շարունակ ընկնում է։ Կամ ասենք ձեր ղեկավարը նախագիծը անվանում է ձախողված, այս ժամանակ թիմը կորցնում է մոտիվացիան անգամ աշխատանքը սկսելուց առաջ։ Սա փոխաբերություն կամ չափազանցություն չի։ Համալսարաններից մեկում այդ Ստենֆորդի նյարդաբանները մի շարք փորձեր են անցկացրել, որոնք ապացուցել են, որ ուղեղը բառերին արձագանքում է նույն կերպ, ինչպես իրական իրադարձություններին։ Ասենք սպառնալիքը լսելու պես սկսում է արտադրվել կորտիզոլ կամ ադրենալին, կամ անկեղծ գովասանքը պարգևատրման համակարգը գործի է անցնում ու դոֆամին է արտազատվում ու տրամադրությունը բարելավում է մարդու։ Բառերը բառացիորեն ֆիզիկական ազդեցություն ունեն մեր մարմինների վրա։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալի, որ որոշակի բառերի ու արտահայտությունների կանոնավոր օգտագործումը ձևավորում է կայուն նեյրոնային կառուցվածքներ։ Ասենք ճաշի ժամանակ այն մարդիկ, ովքեր հաճախ խոսում են խնդիրների, անհաջողությունների, դժվարությունների մասին, բառացիորեն մարզում են իրենց ուղեղը նկատելու միայն բացասական կողմերը։ Եվ հակառակը, նրանք, ովքեր կենտրոնանում են հնարավորությունների ու լուծումների վրա,
զարգացնում են դրական տարբերակներ տեսնելու ունակությունը, նույնիսկ դժվար իրավիճակներում։ Խնդիրը այն է, որ մարդկանց մեծ մասը չի գիտակցում լեզվի այս անհավանական ուժը։ Նրանք խոսում են ավտոմատ կերպով, առանց մտածելու իրենց արտաբերած յուրաքանչյուր բառի հետևանքների մասին։ Իսկ հետո զարմանում են անկեղծորեն, թե ինչու է իրենց զրուցակիցը հանկարծ վիրավորվում, կամ ինչու է կարևոր բանակցությունները հանկարծակի ձախողվում են, ինչու են երեխաները դադարում հնազանդվել մեկ ուրիշ կրթական զրույցից հետո։ Անգիտակից ռեակցիաների քաոսային հոսքից դեպի ազդեցության ճշգրիտ տրամաչափված գործիք։ Դուք կսովորեք խոսել այնպես, որ ձեզ ոչ միայն լսեն, այլև հասկանան ճիշտ այնպիսին, ինչպիսին կաք, որպեսզի ձեր խոսքերը արթնացնեն ցանկալի հույզերը եւ հանգեցնեն ցանկալի գործողությունների։ Դուք լեզվական ընկալման շնորհանդեսային համակարգերում այս խոսքի վարպետության հիմքում ընկած է խորը հասկացողությունը այն մասին, թե ինչպես են տարբեր մարդիկ ընկալում ու մշակում տեղեկատվությունը։ Պարզվում է, որ յուրաքանչյուր անձ ունի ընկալման նախընտրելի ալիք, որը այս ծրագրավորման մեջ կոչվում է առաջատար ներկայացուցչական համակարգ։ Սա տեսություն չի, այլ ցանկացած զրուցակցի ներաշխարը հասկանալու գործնական բանալի է։ Կան 4 տեսակ, ոնց ասեցի. տեսողական, լսողական, զգացողական եւ թվայինային։ Հիմա տեսողականները կազմում են բնակչության մոտ 35%-ը։ Նրանք մտածում են վառ պատկերներով եւ ստեղծում են մանրամասը պատկերներ իրենց երևակայության մեջ։ Ասում են, ասենք, խնդիր եմ տեսնում, ես պետք է պատկերացնեմ, եկեք իրավիճակին նայենք այլ տեսանկյունից։ Տեսողական ուսուցման միջոցով սովորողների համար չափազանց կարևոր է տեղեկատվությունը տեսնել դիագրամների, գծապատկերների, գրաֆիկների եւ մտքի քարտեզների միջոցով։ Նրանք արագորեն ընկալում են էությունը, եթե նյութը ներկայացվում է տեսողականորեն։ Սակայն նրանք կարող են կորչել բառերի հոսքի մեջ առանց տեսողական աջակցության։ Տեսողական մարդիկ սովորաբար արագ են խոսում եւ հաճախ ժեստեր են անում ձեռքերով, ոնց որ նկարեն։ Նրանք նախընտրում են նստել, որպեսզի տեսնեն խոսողի դեմքը ու զգայուն են տեսողական մանրամասների նկատմամբ, ինչպիսիք են հագուստը, որ ինտերիերի դիզայնը եւ կամ ցեղանի կարգ ու կանոնը։ Ստրեսային իրավիճակներում տեսողական մարդիկ հակված են իրենց մտքում կրկնել հնարավոր ձախողումների վառ տեսարանները։ Իսկ մարդկանց մոտ 25%-ը լսողական սովորողներ են, ովքեր պատկերացնում են հաջողության պատկերներ։ Նրանք աշխարհ ընկալում են հիմնականում ինտոնացիայի, հնչյունների եւ խոսքի ռիթմի միջոցով։ Իսկ իդեալներում ասում են հետաքրքիր է հնչում, ես լսում եմ, ինչ եք ուզում ասել, եկեք քննարկենք մանրամասները, կամ մենք պետք է նույն ալիքի երկայնության վրա լինենք։ Նրանք անպայման պետք է լսեն փաստարկները, զգան ձայնի տեմբրը ու որսեն զրուցակցի խոսքի հուզական նրբերանգները։ Լսողական մարդիկ, որոնք իծն է պատմողներ ու լսողներ են, կարող են ժամերով խոսել հեռախոսով ու սիրում են երաժշտություն ու զգայուն են աղմուկի նկատմամբ։ Եվ նրանք նախընտրում են լռությունը զրույցի մեջ կենտրոնանալու համար։ Լսողական սովորողները հաճախ փակում են աչքերը բառերի հիշողության վրա ավելի լավ կենտրոնանալու համար։ Նրանք տեղեկատվությունը հիշում են բարձրաձայն կամ լուռ ասելով եւ լավագույնս սովորում են դասախոսությունների կամ քննարկումների միջոցով։ Հետո այդ զգայականները, կինեստետիկները կազմում են բնակչության մոտավորապես 30%-ը։
Նրանք զգում են աշխարհը ամբողջ մարմնով, տեղեկատվությունը փոխանցելով հույզերի ու ֆիզիկական զգացողությունների միջոցով։ Զգայականները ասում են, ես զգում եմ, որ սա ճիշտ որոշում է։ Եկեք փորձենք դա գործնականում։ Մենք պետք է զգանք իրավիճակը։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Ինտուիցիան մեզ ասում է, որ շոշափելի զգացողությունները եւ հուզական մթնոլորտը չափազանց կարեւոր են դրանց համար։ Ձեռքերով դիպչելու ունակությունը ունեն նրանք։ Նրանք փորձի կարիք ունեն, փորձում են սխալներ թույլ տալ եւ զգում են արդյունքները։ Նրանք գնահատում են հարմարավետությունը ու ֆիզիկական տարածքը։ Զրույցի ընթացքում կինեստետիկ մարդը կարող է դիպչել զրուցակցին, ժեստեր անել ամբողջ մարմնով եւ փոխել դիրքը։ Նրանք որոշումներ են կայացնում իրենց ներքին ձայնով, հենվելով ինտուիցիայի ու իրավիճակի հուզական գնահատման վրա։ Մարդկանց մոտ 10%-ը, բայց նրանց ազդեցությունը անհամաչափ մեծ է, հատկապես բիզնեսում կամ գիտության մեջ։ Նրանք վերլուծում են տեղեկատվությունը տրամաբանորեն, կառուցում են տվյալները, բացահայտում են օրինաչափությունները, թվայիններ կոչվում են տրիգիտալներ։ Նրանք ասում են, որ պետք է հասկանալ մեխանիզմը, կարևոր է վերլուծել տվյալները, ինչ չափանիշներ ենք օգտագործում, տրամաբանական է ենթադրել համակարգված մոտեցում, նրանց անհրաժեշտ են փաստեր, վիճակագրություն, հստակ կառուցվածք, քայլ առ քայլ ալգորիթմեր, թվային, բնածին վերլուծաբաններ եւ համակարգերի մասնագետներ են նրանք նախընտրում լինել կամ ու նախընտրում են գրավոր հաղորդակցությունը բանավորից։ Նրանք սիրում են աղյուսակներ, դիագրամներ, գնահատում են ճշգրիտ ձևակերպումները զրույցի ժամանակ։ Թվային բնիկները պահպանում են որոշ չափով անկողմնակալ վարքագիծ, խուսափում են հուզական գնահատականներից ու տալիս են պարզաբանող հարցեր։ Նրանք որոշումներ են կայացնում բոլոր դրական եւ բացասական կողմերի ուշադիր վերլուծությունից հետո, հիմնվելով բոլոր դրական ու բացասական կողմերի մանրակրկիտ վերլուծության վրա։ Երբ մարդու հետ խոսում ես, նրա ընկալման մայրենի լեզվով, զրուցակիցը ենթագիտակցորեն զգում է, որ այս մարդը հասկանում է ինձ, նա ոնց որ մեզանից մեկը լինի։ Բայց երբ անտեսում ես այդ առաջատար ներկայացուցչական համակարգը, առաջանում է անտեսելի, բայց շոշափելի արգելք։ Դա այնպիսին է, կարծես դուք խոսում եք օտար լեզվով, որը ձեր զրուցակիցը հասկանում է մտքով, բայց չի ընդունում սրտով։ Հիմա ինչպես որոշել ընկալման տեսակը։ Պատկերացրեք տիպիկ իրավիճակ։ Տեսողական անձը խնդրում է ձեզ ցույց տալ, թե ինչպես է գործում նոր կորպորատիվ համակարգը եւ դուք անտեղյակ նրա ընկալման տեսակից սկսում եք երկար ու մանրամասը խոսել գործառույթների, հնարավորությունների կամ առավելությունների մասին։ Ու նա արագ կորչում է տեղեկատվության հոսքի մեջ։ Չի կարողանում տեսնել ընդհանուր պատկերը ու սկսում է նյարդանալ, բայց հենց որ դուք գծում եք պարզ դիագրամ կամ ասում եք, ասենք պատկերացրեք, որ էկրանը բաժանված է 3 մասի ու հասկացողությունը գալիս է ակնկալորեն կամ մեկ այ տեսարան։ Կինեստետիկը բողոքում է, ասենք, ասում է գործընկերներ, այստեղ ինչ որ բան այն չէ։ Ես զգում եմ, որ այս պայմանագրում ինչ որ բան կա։ Եվ նա պատասխանում է, ասենք, տրամաբանական փաստարկներով, ասենք, նրան որ պատասխանում ես, բոլոր ֆորմալ ցուցանիշների համաձայն, ամեն ինչ կարգին է, վերջը թվերը համընկնում են, փաստաբանները ստուգել են, որ կոնֆլիկտը անխուսափելի է, քանի որ այդ վաղ կինեստետիկը ազդանշան է ստանում, նրա ինտուիցիան չի գնահատվում ու նրա կարծիքը անտեսվում է։ Բայց այլ կերպ ասած, ես եթե նույնպես որոշակի լարվածություն զգաս այս իրավիճակում, ու հիմա պարզենք, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Մարդը անմիջապես թուլանում է ու բացվում է երկխոսության համար։
Ինչպես կարող ենք սովորել ճշգրիտ որոշել մեր զրուցակցի ընկալմալ տեսակը։ Հիմա գլխավոր գաղտնիքը նրա խոսքը ուշադիր լսելն է։ Ուշադրություն դարձրեք բնորոշ բառերին, մարկերներին, որոնք բացահայտում են առաջատար ներկայացուցչական համակարգը։ Զրույցի ժամանակ տեսողական մարդը կասի մոտավորապես սենց բան. Ես հստակ տեսնում եմ խնդիրը, այս նախագծում մենք պետք է լույս սփռենք բոլոր մութ տեղերի վրա, իմ տեսանկյունից։ Ընդհանուր պատկերը բավականին մռայլ է թվում, բայց եթե իրավիճակին նայենք այլ տեսանկյունից, կարող ենք հետաքրքիր հեռանկարներ տեսնել։ Եկեք կենտրոնանանք կարևորագույն կետերի վրա։ Մեր առավելությունները բարենպաստ լույսի ներքո աուդիտոր կարտահայտվի բոլորովին այլ կերպ։ Այս առաջարկը բավականին կասկածելի է հնչում։ Ես նմանատիպ պատմություններ լսել եմ առաջ եւ դրանք վատ ավարտ են ունեցել։ Եկեք զանգահարենք մեր գործընկերներին եւ քննարկենք բոլոր մանրամասները։ Վերջնական եզրակացություններ անելուց առաջ անհրաժեշտ է լսել բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները։ Ինչ որ բան ինձ ասում է, որ այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Ազնվորեն ասած, հիմա կինեստետիկ մարդը կասի սենց. Ես շատ վատ նախազգուշացում ունեմ այս գործարքի վերաբերյալ։ Ամբողջ մաշկովս զգում եմ, որ նրանք փորձում են մեզ սխալ ուղղությամբ տանել։ Իմ ինտուիցիան դա է։ Դուք չպետք է շտապեք որոշում կայացնել, այլ հանգիստ ու առանց ճնշման քննարկեք բոլոր տարբերակները։ Եկեք գտնենք մի միջին տարբերակ, որը հարմար կլինի բոլոր կողմերի համար։ Թվայինը ընտրում է արմատապես տարբեր ձևակերպումներ։ Անհրաժեշտ է համակարգված վերլուծել բոլոր հասանելի տեղեկությունները։ Ինչ կոնկրետ տվյալներ ունեք որոշում կայացնելու համար։ Ինչ չափանիշներով եք գնահատելու արդյունավետությունը։ Կարևոր է հասկանալ տեղի ունեցողի ներքին տրամաբանությունը ու մշակել հետագա գործողությունների համար հստակ կառուցվածքային ալգորիթմ։ Ուսած լսելով զրուցակցի բնորոշ խոսքերը, անմիջապես սկսեք խոսել նրա լեզվով։ Տեսողական մարդու հետ ընկալումը ակտիվ է։ Օգտագործեք տեսողական պատկերներ։ Ասենք տեսեք, պատկերացրեք, հստակ պատկեր, վառ օրինակ, նայեք դրան այնպես, ուշադրության կենտրոնում, դա լույս է սփռում խնդրի վրա։ Հիմա լսողական փոխաբերություններն։ Լսիր, դա ճիշտ է հնչում, համահունչ է քո գաղափարներին, եկեք միանանք նույն ալիքի երկայնությանը։ Հիմա կինեստետիկա։ Խոսեք զգացողությունների լեզվով։ Զգացեք տարբերությունը, ջերմացեք հարաբերությունները, մեղմ մոտեցում, հաստատուն դիրքորոշում, խնդիրը սահուն լուծելու թվային տեխնոլոգիաների հետ կապված իրավիճակը պատկերացնելու համար օգտագործեք վերլուծական բառապաշար։ Տրամաբանորեն առաջարկելու կառուցվածքային վերլուծության համակարգված մոտեցում։ Հստակ չափանիշներ կամ տեղեկացված ինչ-որ ծննդակարգային որոշում։ Նման հարմարվողականության ազդեցությունը պարզապես զարմանալի կլինի։ Զրուցակիցը կզգա, որ դու մեր մարդկանցից մեկն ես, որ ձեր միջև կա ինչ-որ հատուկ գրեթե միստիկական կապ։ Իրականում միստիցիզմ չկա, կախարդանք, ոչ դուք պարզապես սկսում եք նրա հետ խոսել նրա ընկալման մայրենի լեզվով, այն լեզվով, որով խոսում է նրա ենթագիտակցությունը։ Գիտեք, որ Եվրոմիության այդ երկրներում մետամոդելը ճշգրիտ հարցերի արվեստ է։ Սակայն այս իմ ասած ծրագրավորումը շատ ավելի հեռու է գնում, քան պարզապես ներկայացուցչական համակարգերին հարմարվելը, կան լեզվական ազդեցության ավելի նուրբ ու հզոր գործիքներ։ Հիմա կա երկու ձև՝ մետամոդել ու Միլթոնի մոդելը, որը թույլ է տալիս ոչ միայն կապ հաստատել, այլև
ուղղորդել զրուցակցի մտածողությունը ճիշտ ուղղությամբ։ Մետամոդելը վիրաբուժական այդ առումով ճշգրիտ հարցեր տալու արվեստ է, որոնք օգնում են պարզաբանել իմաստը ու վերականգնել աղավաղված տեղեկատվությունը։ Բանն այն է, որ մարդիկ առօրյա խոսքում անընդհատ ասում են անորոշ ընդհանրացված, տենց հաճախ իրական փաստերը խեղաթյուրող, բայց էլի միշտ անում են դա, սա ասենք ասում ասեն, նա միշտ անում է դա, սա բացարձակապես անհնար է, ոչ ոք ինձ չի հասկանում։ Նման կատեգորիկ արտահայտությունների հետևում գրեթե միշտ թաքնված են մտածողության անճշտություններ, կեղծ ընդհանրացումներ, որոնք խանգարում են մարդուն։ Խնդրի իրական լուծումը գտնելու համար մետամոդելը լեզվի համար խոշորացուցի պես է գործում ու օգնում է բացահայտել սեղմված աղավաղված տեղեկատվությունը ու մարդուն հուզական ընդհանրացումներից վերադարձնում է հաստատման համար նախատեսված կոնկրետ փաստի։ Նա միշտ սա է անում, ասենք մետամոդելը հասկացողը միշտ կհարցնի եւ երբ էր ճիշտ վերջին անգամը։ Նա ասում է միշտ, իսկ ասում է երբ է վերջի անգամ եղել։ Հակառակ դեպքում անհնար է բողոքին հետևել պարզաբանման։ Ինչ է այս իրավիճակում անհնար դարձնում է բոլոր գործընկերներին մեղադրել իմ դեմ։ Եվ ով է ճիշտ եւ ինչ կերպ են ձեզ հակադրվում։ Նման հարցերը կախարդական փայտիկի պես են գործում։ Նրանք ոչնչացնում են կեղծ սահմանափակող ընդհանրացումները ու մարդկանց վերադարձնում են օբյեկտիվ իրականությանը։ Ու պարզվում է, որ միշտ ընդամենը մի քանի դեպք է անցյալ շաբաթ եղել, այդ միշտը, կամ անհնար է միայն ներկայիս պայմաններում, որը կարող է լիովին փոխվել։ Սրանք երկու կոնկրետ գործիքներ են, մեկը կոնկրետ իրավիճակում, իսկ մնացած մասը բավականին հավատարիմ է։ Ոչ կոնկրետ բայերի հետ աշխատելիս, երբ մարդը ասում է ինչ չեն հարգում, կամ նրան խաբել են, կամ մեզ անտեսում են, այս խոսքերի հետևում թաքնված է կարևոր, բայց կորած տեղեկատվություն։ Հիմա մետամոդելի վարպետը կհարցնի, թե կոնկրետ ինչ կերպ են ձեզ անհարգալից վերաբերվում, ինչպես ձեզ խաբեցին, ինչպես իմանալ, որ ձեզ անտեսում են։ Սենց հարցեր։ Այս պարզաբանող հարցերը օգնում են վերացական բողոքները վերածել կոնկրետ լուծելի խնդիրների։ Անհարգալից վերաբերմունքը կարող է նշանակի, ասենք, որոշումներ կայացնելիս ձեր կարծիքը չեն հարցրել։ Ու սա արդեն կարելի է շտկել։ Կամ խաբել են նրանք։ Այդ կարող է նշանակի չզգուշացնել պայմանների փոփոխությունների մասին ու դրա վրա արդեն կարելի է աշխատել։ Անտեսել է։ Դա կարող է նշանակի, ասենք, էլեկտրոնային նամակներին չի պատասխանել 24 ժամվա ընթացքում։ Ու այս ստեղ կան արդեն հստակ մի բան, որ դրա վրա կարելի է արդեն աշխատել։ Միլթոնի մոդելը գործում է ճիշտ հակառակ ուղղությամբ։ Մինչդեռ մետամոդելը խոսքը դարձնում է հնարավորինս ճշգրիտ ու կոնկրետ, Միլթոնի մոդելը միտումնավոր, մեղմ, անորոշ ու երկիմաստ է ու անվանակոչվել է Միլթոն Էրիքսոնի անունով։ Միլթոնի մոդելը ամերիկացի հանճարեղ հիպնոթերապևտի անունով, որը կարողանում էր ազդել մարդկանց վրա գիտակցական դիմադրությունը շրջանցելով հատուկ լեզվական կառուցվածքների միջոցով ու գաղտնիքն է, որ այն ուղղակիորեն խոսում էր միանգամից ենթագիտակցության հետ, շրջանցելով գիտակցական մտքի քննադատական վերլուծությունը։ Այս լեզվական մոդելները ստեղծում են թեթև տրանսի վիճակ, որի դեպքում մարդը ավելի զգայուն է դառնում այդ առաջարկության նկատմամբ։ Բայց միևնույն ժամանակ պահպանում է այն զգացողությունը, որ բոլոր որոշումները կայացվում են Միլթոն մոդելի դասական օրինակով։ Շատերը սկսում են, հասկացեք, այս որոշման կարևորությունն է հիմա։ Այս արտահայտությունը չի պարունակում ուղղակի հրաման կամ ճնշում, բայց ստեղծում է հոգեբանական դաշտ, որտեղ լսողը սկսում է մտածել, գուցե ես պետք է
հասկանամ այս որոշման կարևորությունը։ Օրինակներ, շուտ թե ուշ կնկատեք դրական փոփոխություններ ձեր կյանքում։ Մինչ մենք խոսում ենք, դուք կարող եք ավելի ու ավելի վստահ զգալ, որ սա ճիշտ ընտրություն է։ Գուցե մի փոքր անց դուք կտեսնեք, որ այս գաղափարը ձեզ շատ ավելի մոտ է դարձրել։ Այս տեսակի խոսքը չի պարտադրում որոշակի մտքեր, այլ ստեղծում է խորհրդածության ճիշտ ուղղությունը, այնն է, որ թե ինչպես է լսողը ինքը գալի այդ եզրակացություններին, որոնք դուք ցանկացել եք սերմանել նրա մեջ։ Եվ քանի որ որոշումը թվում է ամբողջովին իրենը, նա չի դիմադրում դրան, ընդհակառակը պաշտպանում այն որպես իր համոզմունք։ Հատկապես արդյունավետ են այնպիսի կառուցվածքները, ինչպիսիք են, որքան շատ ես մտածում դրա մասին, այնքան ավելի պարզ է դառնում այն։ Դրանք ստեղծում են դրական արձագանք ու մարդը իսկապես սկսում է ավելի շատ մտածել առաջարկի մասին։ Եվ նա իսկապես նրան թվում է ավելի ու ավելի պարզ ու ավելի գրավիչ։ Ամեն ինչ ավելի պարզ ու գրավիչ է։ Հիմա մի քանի հատուկ վարժություններ լեզվական ճկունության ու ազդեցության վարպետությունը զարգացնելու համար։ Առաջի վարժությունը ներկայացուցչական համակարգերի հայտնաբերումն է։ Շաբաթվա ընթացքում մուտքագրեք պարզ դիտարկման օրագիր։ Ամեն օր գրի առեք ձեր միջավայրում տեսողական, լսողական, զգացողական կամ թվային սովորողի խոսքի մի վառ օրինակ։ Ուշադրություն դարձրեք բնորոշ բառերին, մարկերներին, խոսելաձևին ու ոչ վերբալ առանձնահատկություններին։ Մեկ շաբաթից դուք կարողանաք որոշել ձեր զրուցակցի ընկալման տեսակը, բառացիորեն երկրորդ լեզվի վարժության առաջին արտահայտություններից։ Ընտրեք մեկ մարդու, ում ճանաչում եք, որի ընկալման տեսակը արդեն նշել եք, ու մի 3 օր շարունակ նրա հետ զրուցում գիտակցաբար օգտագործեք նրա ներկայացուցչական համակարգի խոսքերը։ Օրինակ, եթե դա տեսողական է, դուք ասում եք, տեսնում եք, պատկերացնում եք, հստակ դիտարկում եք նկարը, թե ինչպես է ու գնայեք, թե ինչպես է փոխվում շփման որակը։ Որքան ավելի հեշտ է դառնում հաղորդակցությունը։ Երկրորդ վարժության մետամոդելը գործողության մեջ։ Երբ լսում եք, որ ինչ-որ մեկը կատեգորիկ ընդհանրացնում է, օրինակ ամեն ինչ, ոչ ոք, միշտ, երբեք, տվեք մեկ պարզաբանող հարց մետամոդելի ոճով։ Մի քննադատեք, այլ անկեղծորեն հետաքրքրվեք մանրամասներով ու դիտարկեք, թե ինչպես է մարդը սկսում վերանայել իր դիրքորոշումը, երբ զգացմունքներից անցնում է փաստերի։ Մյուս վարժությունը համոզման Միլթոնի մոդելն է։ Փորձեք ուղղակի պահանջները եւ հրամանները փոխարինել մեղմ կառուցվածքներով։ Դուք պետք է ասեք, գուցե դուք ուզում եք։ Արտահայտության փոխարեն, սա ճիշտ է, շատերը կարծում են, որ դա խելամիտ է։ Դա հիմա, շուտով, թե ուշ ժամանակ կգտնես։ Գրառման փոխարեն, քանի որ դրա համար հիշիր, որ լեզվի տիրապետումը միայն գալիս է սկզբում, այս տեխնիկաների գիտակցաբար օգտագործումը կարող է արհեստական թվա, բայց մի քանի շաբաթ կանոնավոր պրակտիկայից հետո դրանք կդառնան ձեր հաղորդակցման ոճի բնական մասը։ Դուք կնկատեք, թե ինչպես է ձեր զրույցների որակը կտրուկ փոխվելու։ Մարդիկ կսկսեն ավելի լավ հասկանալ ձեզ։ Ավելի հեշտությամբ կհամաձայնվեն ձեր առաջարկների հետ ու ավելի շատ կվստահեն ձեզ, ձեր խոսքերին։ Հիշեք, գլխավորը այն է, որ լեզուն միայն տեղեկատվություն փոխանցելու միջոց չի։ Այս հզոր գործիքը իրականություն ստեղծելու, հարաբերություններ ձևավորելու, զգացմունքների ու վարքագծի վրա ազդելու համար։ Ու այժմ այս գործիքը ամբողջությամբ ձեր ձեռքում է։ Հաջորդ գլխում մենք կխոսենք ավելի շատ տարրական հմտություններից։ Ցանկացածի հետ խորը հուզական կապ հաստատելու արվեստը
ու այս տեխնիկան կոչվում է փոխըմբռնում ու այն կդառնա ազդեցության մյուս բոլոր գործիքների հիմքը։ Քանի կգնա, այդքան հետաքրքիր կլինի, ուղղակի կարևոր է, որ ամենտեղ կարաք այդ կիրառեք, ասենք բանկում, թե խանութում, թե ձեր ծանոթների հետ, փորձեք, կարաք ինձ չհավատաք, բայց փորձեք։ Այսօր այսքանն էի ուզում ձեր հետ կիսվել, հայր ջան, էլի լավ եղեք, էլի բարի եղեք, էլի ներեք, մինչև մյուս անգամ կհանդիպենք, լավ մնացեք։